Բարդիրոջ եղբայրներ եւ քույրեր իր ամեծ ողորմության համար այո Սուրբ Հոգին պիտի օրհնի նրանց, պիտի զորացնի նրանց, ովքեր որ Սուրբ Հոգուն այսօր հնազանդվում են ու ենթարկվում են։ Եվ այսօր մենք այսօր շատ հավաքվածներ ենք, գրեթե մի 400-ից ավել մարդիկ ենք, բայց այսօր Աստված Տեր ասելիք ունի ամեն մեկից, որ 400-ից ավել հավաքված ենք, բայց շատ քիչ մարդիկ են, որ այսօր Սուրբ Հոգու ձայնին ենթարկվում են։ Այսօր ուզում եմ մի բանի մասին խոսեմ, մի մտքի, որ մեր այսօրվա ժամանակների մեջ արդիական է եւ իրական է։ Եղբայրը որ խոսեց, ասավ երկնքի արքայությունը մոտեցել է։ Գիտես, շատերս երիտասարդ ենք, միջին տարիքի կարող ասեմ, այդ արքայությունը մոտեցել է, բայց դեռ դա չի մոտեցել, էլի։ Գիտեք, կարող այսօր էլ մենք այդ արքայության առաջ կանգնենք, ինչ ենք ասելու։ Դա կարող եղնեմ ես։ Ես հաճախակի ես մտքեր արտահայտում, ասում եմ, այդ հերթի մեջ ես էլ եմ գրանցված։ Ու այդ հերթը անխուսափելի է, եղբայրներ եւ քույրեր։ Եվ այսօր շատերս ճիշտ Աստծո տուն գալիս ենք, բայց բերեք խորտ չթվա, մեկ բան, Աստծո տան մեջ շատ մարդիկ կան, բայց Աստծո մեջ քիչ ապրողներ կան։ Դրա համար թող Տերը զորացնի, որ մենք իրականության մեջ ձգտենք ոչ թե Աստծո տան մեջ լինելով բավարարվել, այլ մեր փափագն ու ծարավը նա եղնի, որ Աստծո մեջ մտնենք։ Որտեղ Աստծո մեջ լինողները պիտի երկնքի արքայություն մտնեն։ Աստված միջոց է ստեղծել մեզ, որ մենք գանք ստեղ հավաքվենք եւ տեղ չտաքացնենք ու սենց հանգիստ գնանք։ Աստված միջոցներ է ստեղծել ինձ ու քեզ համար, որ Աստծո տուն գալով սովորենք իր մեջ մտնել։ Դավիթը կասել ես ուրախ կլինեմ, երբ որ Տիրոջ տունը կգնամ։ Դավիթի ուրախությունը չի մարդ, որ ինքը Աստծո տուն էր գնում, որտեղ ինքը գիտեր, որ այնտեղ Տերն է։ Եվ Աստված իր մեջ էր բնակում, ինքն էր Աստծո մեջ էր բնակում եւ Աստծո տուն գնալը իր համար ուրախություն էր։ Բայց եթե Աստծո մեջ դու չմտար, Աստծո տուն գալը շատերի համար գալով ձանձրույթ է դառնալու։ Աղոթքը քո համար ծանրանալու է։ Ծոմապայությունը քո համար շատ խորտ բան է լինելու։ Աստծո համար ապրելը դա քեզ կամաց հեռացնելու է, ուզես թե չուզես, բայց երբ որ մարդը մտնում Աստծո մեջ, Աստծո տուն գալն էլ նրա համար ուրախություն, էլ եղանակին չի նայեմ կոշիկը ծակ է թե ծակ չի։ Այն ժամանակ ինչի համար մարդիկ ծակ կոշիկով վազում են Աստծո տուն, որտեղ Աստծո մեջ են։ Աստծո մեջ են։ Եվ այսօր ինչի համար չկար մեքենաներ, չկար տրանսպորտ, մարդիկ կիլոմետրերով վազում, որտեղ Աստծո մեջ էին ապրում։ Գիտեն, որ այդտեղ էլ Աստված զորավոր ձևով պիտի գործի, որտեղ Աստծո ներկայությունը իրան գզգում էին եւ այդ ներկայությունը իրանց մղում էր այդ երևույթին։ Բայց այսօր ինչի համար շատերի համար մահանային բռնում, աղոթքաժողովին չեն մասնակցում, գիրքը չեն կարդում, չգիտեմ, եւ Աստծո մարդ, որտեղ Աստծո մեջից մարդը դուրս է։ Եթե Աստծո մեջից դու դուրս եկար, ուզես թե չուզես, այս տունը քեզ համար գալը ձանձրույթ է դառնալու։ Եթե մեկը իր ամուսնուն չի սիրում, այդ տունը իր համար կամած ծանրանում է։ Բայց եթե մեկը իր ամուսնուն սիրում է, այդ տունը իր համար հաճելի է, անկախ ամեն բանից։ Դրա համար տեսեք ինչ ասում Երեմիա մարգարեության մեջ, ասում է 7-րդ գլուխ առաջի խոսքից։ Այս խոսքը եղավ Երեմիային Տիրոջ կողմն ասելով. «Կանգնիր Տիրոջը տան դռանը եւ այնտեղ կանչիր այս խոսքը։ Եվ ասիր, լսեցեք Տիրոջ խոսքը, ով բոլոր Հուդա, որ մտնում եք այս դռնովը Տիրոջի երկր պայելու։ Այսպես է ասում Զորաստրե Իսրայելի Աստվածը. լավացրեք ձեր ճանապարհները ու ձեր գործերը, եւ ես ձեզ կթողեմ, որ բնակվեք այստեղ։ Մի հուսակ սուտ խոսքերի ասում է ասելով Տիրոջը տաճարը, Տիրոջը տաճարը, Տիրոջը տաճարն են սրանք»։ Այսօր շատերը համակերպվել են։ Մտածում են, թե Աստծո տան մեջ են, իրանք արդեն սրբված են։ Ոչ, Աստծո տան մեջ եկողներս պետք է ամեն օր ազնաքննություն անենք։ Եվ ամեն օր ազնաքննություն անելով պիտի ամեն մեկը սկսենք Սուրբ Հոգուն հնազանդվել։ Այսօր համոզված եմ Սուրբ Հոգին ամեն մեկից հետ խոսում, ասում, այս բանը քո կյանքում ճիշտ չի։ Այս բանը թող։ Եվ Աստծո մեջ լինողը նրա համար լիական նշանակություն չունի, այդտեղ ինքը հոգուտ ունի,
թե վնաս կկրե։ Նա համաձայնում այս խոսքով ապրելու։ Իսկ Աստծո տան մեջ եղնողը սկսում է իր օգուտը փնտրել։ Այսինքն տարբեր բաներ են։ Եվ շատերը համակերպված ասում են Տիրոջ տաճարը, բայց Երեմիան հստակ կանգնել էր Տիրոջ տան դռան առջև, ասում էր հույս մեկ դնի, այլ ինչ արեք, լավացրեք ձեր գործերը եւ ձեր ճանապարհները։ Եվ մեր խորհուրդները եւ մեր ընթացքը, օրինակ, ինչքան է դեպքեր եղել, որ սա բոլորիս կյանքում էլ եղել է, առաջինը ես իմ վրա եմ սա զգացել ու ես սա բոլորիդ առջև կարամ խոստովանեմ ու առանց մի վարանելու կասեմ, որ մի ժամանակ ես ձև եմ մտածել, եթե մեկը պաշտամունքը չեղե, անխորհրդաբար դատել եմ։ Բայց ես իրավունք չունեմ դատելու։ Ես մենակ իրավունք ունեմ ինձ դատելու։ Ես իրավունք ունեմ քո մարաղոտ քանելու, աղաչանք բարձրացնելու, բայց իրավունք չունեմ դատելու։ Այսօր ինչքան բաներ կա ձևի մեր կյանքը, որ մենք չենք ուզում այս վիճակից դուրս գանք, եղբայրներ եւ քույրեր, ուզում ենք Տիրոջ օրհնությունը գա։ Իսկ Աստծո տան մեջ երբ որ Աստծո մեջ կմտնես, Աստված քեզ կդնի ցավացող սիրտ կունենաս դու։ Կողքինից չես դատապարտի, տեսնում ես, կողքինի երեխեն անվայել կյանք ապրում։ Դու փոխանակ մտնես, սուկ անես, ողբ անես, որ այդ ճանապարհից այդ երիտասարդը ետ վերադառնա, դու ինչ ես անում քո տան մեջ։ Գնում ես քննարկում ես նրա թեման, ու այզև ապրում ենք, ու ուզում ենք Աստծո օրհնություն եղնի։ Աստծո տան մեջ եղնողը դատավոր է, բայց Աստծո մեջ եղնողը ցավակից է եղնում։ Այդ է տարբերությունը, այսօր ինչքան բաներ կա, ես առաջինը ինձ եմ ասում, եղբայրներ եւ քույրեր, ես սա հասկացել եմ։ Ընկած է մարդը ուժ չունի կանգնելու։ Մեկը ոտը ջարդված է, դու ասում ես վազի։ Համար մարդի ոտը ջարդած է, ոնց վազի այդ մարդը։ Դու պիտի նրան վերցնես, տանես բժշկի, վիրակապեն, որ այդ մարդը նոր կարելի է քո հետ վազի։ Վազի։ Համարդ ոտը ջարդած է, ստիպեմ ես դու վազի։ Բայց մենք այսօր ավելի շատ էլ եմ ասում, դրա համար Տերը Երեմիային ասավ, Երեմիա կանգնի Տիրոջ տան դռան առջև։ Բայց այսօր մենք Աստծո տան մեջ ենք, բայց Աստծո մեջ լինողները կամաց պակսում են։ Դրա համար թող Տերը օգնական եղնի, որ մենք չհամակերպվենք Աստծո տան մեջ ապրելով, այլ ձգտենք Աստծո մեջ մտնենք։ Մարդին ընկած, մարդին տրորում են, վրով անցնում են։ Բայց ամբարիշտ մարդը ինչ անում օգնում է։ Աստծո տան մեջ եղնողը մարդի վրով անցնում է լոկ հանում, բայց Աստծո մեջ լինողը ոտը չի տրորում, մարդի վրով չի անցնում։ Ու այսօր այս երևույթները շատացել է եղբայրներ եւ քույրեր։ Դրա համար ասում եմ մի հուսացեք խոսքերի ասելով Տիրոջը տարաճարը, այլ ինչ պիտի այսօր անենք, ասում եմ լավացրեք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը։ Ասենք հաճախակի ես որ համացանցա գցում ես քարոզները, ինձ կոնկրետ իմ վրա ավելի մեծ պատասխանատվություն, ասում եթե այստեղից խոսամ անպագորգոր բաներ, ու իմ հասարակության մեջ իմ միջավայրը, իմ գյուղը, ես համապատասխան չապրեցի, ինձ տենալու են ասեն ես դերասանն ես ով է։ Սա ինձ ավելի պատասխանատվության տակ է մտցնում։ Առաջնային ոչ թե ինձ համար, այլ իմ Աստծո անունը պիտի բարձր պահեմ, ես դու էլ քո Աստծո անունը։ Պիտի մտնենք մենք ամեն օր, պիտի ավելանանք Աստծո մեջ, եւ եկան Աստծո մեջ սկսում ես ավելանալ։ Աստված էլ Տերը քեզ ինչ անելու, օգնելու է, զորացնելու է։ Եվ Աստծո խոսքը մտնում է քո մեջ։ Եվ եկան Աստծո խոսքը թափանցեց քո աշխարհում, դու արդյունք ես ունենալու։ Բայց թշնամին ինչ արել։ Բերել է մի միտք, դու Աստծո տանն ես, փրկված մարդ ես։ Դու Աստծո տանն ես արդեն երկնքի արքայության մեջ ես, քավլից, դες բան չկա։ Ամեն օր ես շտկվելու տեղ ունեմ։ Ամեն օր ես ուղղվելու տեղ ունեմ։ Դրա համար, երբ որ Տերը տեսնում ենք Մարկոս ավետարանը մեծ ձևի խոսքեր ասում, կարդում եմ բոլորիս համար առաջին ինձ վար անձամբ
ամեն անգամ մի ժամանակ կարդում էի ուրիշի համար, բայց այսօր կարդում եմ առաջնային ինձ համար, եղբայրներ եւ քույրեր։ Ասում է, այս ժողովուրդը Մարկոս ավետարան 7-րդ գլուխ 6 խոսքից։ Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նրանց սիրտը ինձանից հեռացած ջոկված է։ Նրանց սիրտը մարմնով տեղում էին, բայց սրտով Աստծո հետ չէ։ Մարմնով կային, ձևական աստվածպաշտությունը կար, բայց սիրտը հեռացած էր։ Իսկ Աստծո սիրտ ունեցող մարդը ընգացի վրայով չի ուրախանում, սկսում է լացեղնել նրա համար։ Հայտնապես կարա դու ցույց չտաս, ինչքանով ես այսօր, դու քո կողքի եղբայր եւ քրոջ համար, ես էլ քո հետ միասին, այն ընգացի համար լաց լինեմ։ Ինչքանով ենք մենք դրանց համար ողբանը։ Ինչքանով ես դու քո երիտասարդի համար լացը, քո պատանու համար, քո մանուկի համար։ Գիտեք, Սուրբ Գիրքը, որ կարդում ենք, ասում է, լացմեք լինի մեռնողի համար, ֆիզիկապես մեռնողի, այլ լացեք նրա համար, որ կարա գնա գերության եւ այլևս ետ չվերադառնա։ Հաճախակի եղբայրներ եւ քույրեր մենք մեռնողի համար լաց ենք լինում։ Բայց երբ որ սկսում ես Աստծո մեջ մտնել, դու մինչև մեռնելը լացում ես արդեն այն կողքի տնգացի համար։ Որտեղ որ Տիրոջը մոտեցան, լացում են Տիրոջ վրա սավին վրա լացմեք լինի, լացեք ձեր եւ ձեր որդիների վրա։ Առաջին եսին վրա պիտի լացեմ, որ ես լուրջ ապաշխարեմ, Տեր, ես պիտի գնամ մաքրության, որ լացեմ իմ կողքի ընկածի համար։ Բայց մենք այսօր բերեք անկեղծանանք, որ ավելի շատ դատավորներ ենք դառը, ոչ թե ցավակիցներ։ Կարանք անխորհրդաբար շատ հեշտ դատենք, շատ հեշտ խորհուրդ տանք, շատ հեշտ ասենք, դե ոչինչ, որտեվ շատերս դեռ այդ ցավի մեջ չենք։ Բայց որ այդ ցավը հաստամակի ես ինձ, նոր ես հասկանում են ցավացողին։ Իսկ Աստված Տերը չուզում, որ հասնես մի ցավի, որ նոր հասկանաս այդ ցավացողին։ Տերն այսօր ասում է, իմ տան մեջ մի համակերպվի, այլ մտի մեջ, որ այն ցավացողը հետ կարաս ցավաս։ Այն ընկնողին կարաս վեր բարձրացնես։ Այդ դրա համար Տիրոջ տաճարը եկողները շատ են, բայց ճանապարհներ կար, որ Տիրոջը հաճելի չէր։ Խորհուրդներ կան, որ Աստծուն հաճելի չեն։ Դրա համար մեզ ինչ ասում, այս ժողովուրդը ինձ շրթունքներով ապաշտում։ Շրթունքներով ժպտում եմ, բայց գնում եմ տուն, ասում այն ինչ ասավ։ Շրթունքներս կարող ուրիշ ջան ասը, բայց երեկանության մեջ գնում ես քո տան մեջ ինչ ես անը։ Այդ մարդից չարախոսը, այդ մարդից բամբասը, այդ մարդին տանիքի հարցը լուծեմ, չգիտեմ նա ասեն ցարավ, նա անեն ցարավ։ Իշի այդ ցավը մի օր է քեզ ա գալու, ինձ ա գալու։ Իսկ քան դեռ ինձ ու քեզ չի հասել, կամ հասել ա, մենք պիտի զղջանք, խոստովանենք, զղջանք եւ ապաշխարենք, որպեսզի սկսենք նորից Տիրոջ հաճելի կյանք ապրենք։ Դրա համար նաեւ սա կոչս նրանում է, որ շատ նորեր կան, որ գալիս են, մեկ բավարարվի այս վիճակով, ժողովուրդ ջան, այլ մկրտվեք, ջանք արեք սուրբ կյանք ապրելու, մկրտվել Տիրոջ մեջ մտնելու։ Մի բավարարվի, ասա, ես գնացի Աստծոյցուն պարտքս կատարեցի։ Աստված չուզում այդ վիճակի ու քո կյանքը։ Ինք իր միածին ուղարկեց ինձ ու քեզ համար, որ մենք այսօր իր մեջ մտնենք։ Եվ Աստված ուղարկել է իր խոսքը։ Եվ իր խոսքը կամուրջ է, որ մենք մտնենք Աստծո մեջ։ Եվ ինքն էլ մեր մեջ։ Թույլ տուր այդ ամենը, եւ Աստված իր գործը պիտի անի։ Բերեք անկեղծանանք ու ասենք, Տեր, իրականում շատ բաներ կա, որ արել ենք։ Շատ բաներ կա, որ քննադատել ենք։ Այսօր մեզ պետք է զղջալ եւ ապաշխարել, որպեսզի նորից Աստված հաճենա եւ ասում է, «Այս ժամանակ թույլ կտամ, որ ինչ անես, բնակվես այս վայրում»։ Իսկ եթե մենք
հարատևեցինք, չզղջացինք, չապաշխարեցինք, համոզված եղեք։ Ոչ թե Աստված քեզ դուրս կանի, այլ դու ուզես թե չուզես հեռանալու ես, սառելու ես։ Ձանձրույթ է գալու քո կյանքը, բայց որ Աստծո մեջ ես մտնում, Աստծո հետ ես ապրում, Աստծո տուն գնալը քմար մի երջանկություն է եղնում։ Առավոտը որ գալիս ենք, մեր երեխեք ասում են, «Էս ինչ վատ եղանակ», ասում, երեխեք ջանից մար վատը չի։ Ինչի մար ասում։ Ասում, երբ որ դու Հիսուսին ես երկնքում ամեն օր տեսնում, վատ եղանակ գոյություն չունի, ասում, կա վատ տրամադրություն։ Իսկ քո տրամադրությունը սոր գիտես ինչի է մարանգած, որտեվ Աստծո ուրախությունը ասում է ձեր զորությունն է։ Այնքան երկինքը քեզնով ուրախանում է, դու զգում ես այդ Աստծուն եւ Աստծուն էլ այնքան զգացիր, եղանակը քո վրա չի ազդում։ Լավ ու վատ եղնելը քո վրա չի ազդում։ Ճնշումից բարձր ու ցածր եղնելը ին վրա չի ազդում։ Գլուխս ցավալա չցավալա նրանք ին վրա չեն ազդում։ Քտնելն ու կորցնելը ին վրա չի ազդում, որտեվ մեկ բանի մար եմ ապրում, որ երկինքը չկորցնեմ։ Թող Տիրոջ անունով փառավորվի։ Ամեն։ Աղոթենք։